Մայրաթոռը հրապարակել է Գարեգին երկրորդի գահակալության օրոք կարգալույծ հռչակված քահանաների թիվը։ Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում շահարկվում է այսպես կոչված անհարկի կարգալուծությունների հարցը և հրապարակվում են ուռճացված թվեր։ Մինչդեռ ըստ Մայրաթոռի իրական պատկերը հետևյալն է. ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից 38-ը ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 27-ը ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, 21-ը ուղղակիորեն վեհափառ հայրապետի կողմից։ Նույն ժամանակահատվածում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և Սփյուռքի թեմերում։ Հեցի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքել է իշխանությունների տվյալները և նշել, որ Հայաստանում նոր տարվա գիշերը առանց էլեկտրաէներգիայի է մնացել ոչ թե 9200 բաժանորդ, այլ ավելի քան 13000։ Ըստ նրա, այդ ժամերին գրանցվել է 125 վթար, մինչդեռ նախորդ դեկտեմբերի 31-ին գրանցվել է 15 վթար։ Առանց հոսանքի է մնացել 6700 բաժանորդ։ Կեսգիշերին հոսանքազրկված բաժանորդների թիվը նվազել է մինչև 261։ Հիշեցնեմ, նախորդային վարչապետ Փաշինյանը հոսանքի զանգվածային անջատումների համար մեղադրել էր Էլ-ցանցերի նախկին ղեկավարությանը, պնդելով, որ ընկերությունն իբր չի կատարել իր ներդրումային պարտավորությունները։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, եթե չկա մի ընտանիք, որից հեծը գողություն արած չի եղել, Ղազինյանն ասել է, նրա դեմ դատական հայց ներկայացնելու հարցը դեռ քննարկում են, ապա հավելել, որ եթե չեղան արագ պաշտոնանկություններ, ուրեմն կամ իրեն խաբել են, կամ ինքն է խաբում։ Շատ դժվար է մեկնաբանել անմեկնաբանելին։ Երբ որ երկրի ղեկավարը հայտարարում է կառավարության շենքում, որ հեծը գողացել է ամեն ընտանիքից եւ ամենայն պատասխանությամբ ինչքան հիշում եմ, սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դու չի կարող ասել այդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ, արդեն տարբերությունը նկատելի է, ես անգամ գիտեք, ես առաջի ձեզ հետ շփումը ունեցել եմ հունիսի վերջ։ Առաջի շփման ժամանակվանից խոսք էր գնում, արդեն խոսք էր գնում քրեական վարույթների մասին։ Այդ անձի կառավարիչ դառնալու օրվանից ամեն առիթով հայտարարում է, որ կան 20 եւ ավելի վարույթներ։ Ուր են այդ վարույթները։ Այսինքն մենք հիմա կասկածի տակ ենք դնում մեր ԵԱՊ մարմինի պրոֆեսիոնալիզմը, որ չեն կարողանում այդ հասարակ, այսպես ասած, հավելագրում ինքը ես համարում եմ հասարակ վարույթ։ Լավ քննիչի համար, նորմալ քննիչի համար հասարակ վարույթ է։ Ինչ որ միտեղ ավել թիվ է գրվել, հաշվի չկա, չգիտեմ, վկաները կան, հանցագործը առերևույթ, որից է մեկի անմոության կանխավարկածը կասկածի տակ չդնելով կա։ Հիմա ընդհանրապես խնդիրը մնում է դա բացահայտել։ Այս պայդրությամբ անոնսել են մի տեսուչի, եթե չեմ սխալվում, ձերբակալություն, որոշակի հավելագրումներ, իսկ ով է ասում դա չի եղել, իսկ ով է ասում մենք այսպես չենք զբաղվել դրանով։ Եթե հիշում եք, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի այդ լիցենզիայի զրկման ֆարսի ժամանակ իրենք բերել էին վարույթով մեր ժամանակվա արած բացահայտումները։ Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական մրցաշարում մարզահագուստի վրա Ադրբեջան բառը կպչուն ժապավենով փակելու համար։ Երիտասարդ դահուկորդը լրատվամիջոցներին պատմել է, որ առավոտյան մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը։ Տեսնելով Ադրբեջան գրությունը որոշել է, որ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։ Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքն ավելի վեր են, ասել է Միքայելյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենայի համարանիշն այսուհետև լինելու է հայոց եռագույն, կողքին էլ 1։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Ներքին գործերի նախարարության մշակած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, թե բազմաթիվ երկրներում բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող մեքենաները ունեն ստանդարտից տարբերվող առավել պարզ համարանիշներ, ուստի ցանկանում են վարչապետի ավտոմեքենայի համարանիշը համապատասխանեցնել միջազգային արդի միտումներին։
The New York Times-ը հրապարակել է 2026-ին այցելելու 52 վայրերի ցանկ, Հայաստանը ևս ընդգրկվել է վարկանիշային ցանկում։ Հանրապետությունը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը առաջ անցնելով մի շարք երկրներից, մասնավորապես Իսպանիայից և Անգլիայից։